Ձեր գոլեգաներից մեկը Արցախի անունը շոշափեց եւ ասաց, որ այս 8 տարիների ընթացքում դուք երկիրը պարզապես քանդեցիք եւ երկրի ղեկավարը պարզապես հիստերիայի մեջ ընկավ, ես այլ բառ չունեմ ասելու, էլի։ Եթե Պապիկյան Հրանտի քրոջ մասին է խոսքը, հա, որ այսօր բժշկուհին, այո։ Շատ լավ, ես ոչ թե քաջալերում եմ կամ ուղղակի հիացած եմ տիկնոջ կեցվածքով, ինչու որովհետև շատ լավ ճանաչել եմ Պապիկյան Հրանտին, դեռևս Արցախյան առաջի պատերազմի ժամանակ, միասին ենք եղել Ֆիզուլի ռազմաճակատում, հետո այնպես եղավ, որ մեր գումարտակները, այսպես ասած, տարբեր ուղղություններով, ես մնացի Ֆիզուլի հոսպիտալում, իրենք տեղափոխվեցին Քելբաջար, այնտեղ վիրավորվեց ինքը, բայց դրանից հետո վերադարձավ շարք, ծառայեց իր հայրենիքին, իսկ 44 օրյային ուղղակի իր սխրանքը, տեսեք, այսօրվա մեր ամենամեծ ցավերից մեկը որն է, որ այս երիտասարդները նաև երիտասարդին պետք է սովորեցնես, պետք է կրթես, դաստիարակես, ես չեմ մեղադրում նաև, որովհետև իրենք այս պահին լսում են, որ երկրի հերոսը դա հերոս հարկատուն է, հարկատուն հերոս չի կարող լինել, հարկատուն կարող է բարեխիղճ լինել, հարկատուն կարող է պարկեշտ լինել, հարկատուն կարող է նաև առատաձեռն լինել, որ բարեգործություն անի, բայց հերոսը լրիվ այլ գաղափար է, հերոսը նա է, ով իր կյանքը իր ընկերոջ համար, իր մոր, իր զավակների, իր ընկերների, իր հայրենիքի համար է զոհում, իսկ Հրանտը հերոս էր, ցավոք սրտի 44 օրյայի հենց այդ ժամանակ պատկերացրեք այնպիսի վիճակ էր, երբ որ արդեն Հորադիզի այդ հատվածում Ջեբրայիլի ճեղքում էր տեղի ունեցել, բա այս մեր երիտասարդները չգիտեն Պապիկյան Հրանտն ով է եւ ինչպես է Պապիկյան Հրանտը անհայտ կորած, ինչու է անհայտ կորած, ոնց է դա պատահել, ինքը ուր էր, որ անհայտ կորավ, գնդապետ մարդ, դիվիզիայի բուժ ծառայության պետ, երբ որ տեսնում է, որ իր ենթակա անձնակազմը սկսել են զոհվել եւ կամաց իսկ վիրավորների քանակը շատ անձամբ է նստել, որ գնա վիրավոր բերի։ Վիրավորին տեղափոխելու ճանապարհին այնպես է եղել, որ վերջը դա հետաքրքիր պատմություն է, ոնց է իր սանիտարին ինքը ուղարկում, ասում է դու քշի գնա վիրավորին հասցրու տեղ, ինքը ծայրահեղ ծանր վիրավոր մնացել է այնտեղ եւ ես ավելի քան վստահ եմ, որ ինքը առնվազն չի հանձնվել։